Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն, պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը, ամփոփում ենք շաբաթը։ Եվ այսպես Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հեռախոսազրույցում ասել է՝ մենք ուզում ենք գալ Իրան եւ մաքրել ամեն ինչ։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը աջակցել է Թրամփի ռազմական արշավին Իրանի դեմ։ Ադրբեջանից լուրեր ունենք, դուրս է բերում Թեհրանից իր դեսպանատունը եւ Թաբրիզից իր գլխավոր հյուպատոսությունը եւ անգամ իր պահեստազորայիններին է մոբիլիզացնում եւ ասում, որ ամեն վայրկյան կարող է իրավիճակը փոխվել եւ պետք է արագ արձագանքենք։ Ինչպես է գնահատում իրավիճակը այս պահին եւ կարելի անդրադառնալ նաեւ այն հարցին, թե ինչ է արվում Հայաստանում, կներքաշվի արդյոք Ադրբեջանը այս պատերազմի մեջ եւ ինչ է անում Հայաստանը։ Սկսենք սա մեր առաջի հանդիպումն այն բայց երբ սկսեց պատերազմը, բանալ երևի թե ամենասկզբից է պետք գալ, որը շատ կարևոր է։ Նախ եւ առաջ այս պատերազմը ըստ ամերիկյան բազմաթիվ վերլուծաբանների եւ ինքը ապօրինի է, հակասահմանադրական է։ Թրամփը իրավունք չուներ այս պատերազմի մեջ ներքաշվելու, պատերազմի հայտարարությունը կոնգրեսն է, իսկ կոնգրեսը դա տվել է մեկ շաբաթ անց սկսելուց։ Մեզ գիշեր է տվել, ասենք մեկ շաբաթ 6 օր։ Սկսենք ստերից։ Երկրորդը ինչը շատ կարևոր է, առաջի օրը դա եկավ ու բավականին չարծի ծաղ ինձ մոտ առաջացավ, որովհետև 2-3 օրվա մասին էր խոսքը։ Ես այն ճայիչներում նստած հանցագործի մասին հիշեցի, որ այն էլ էր 2-3 օրում հարցը լուծում։ Նախ եւ առաջ Թրամփի մշակած օպերացիան, Թրամփի կամ Հեքսետի, չգիտեմ, Թրամփի երևի պատկերացումները չիրականացան ամենասկզբից։ Իրենց պատկերացմամբ իրանք կվերացնեին Իրանի առաջնորդին եւ այնուհետեւ բոլորը ուրախ զվարթ ծաղիկներով եւ բաներով իրանց կդիմավորեն։ Իրականում դա այդպես չէր։ Դա շատ նման էր իդեպ կրկին շատ նման էր Պուտինի օպերացիային։ Ինձ թվում է ChatGPT-ին հարցրելին հատուկ ռազմական օպերացիան ոնց է իրականացվում, ոնց է լինում, ChatGPT-ն էլ Պուտինից ինչ գտե դեմեր տվե Թրամփին, շատ նման է, շատ նման ձևով վարի են գնում։ Սա շատ կարևոր է հասկանալ եւ ընկալել իրավիճակը ճիշտ։ Ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգների կորուստները դա այն 6 հոգին չեն, ընդհանրապես 6 հոգին չեն, այնտեղ ավելի քան $1 միլիարդ արժողությամբ ռադար է ոչնչացվել Քաթարում, որը հեռակա դիտարկումներ ապահովում, ընդ որում 5000 կիլոմետրի, այսինքն մինչև Չինաստան տռիչքները ինքը վերահսկում էր բոլոր ռազմական բազաներին, որոնք Պարսից ծոցում կան, բոլորին հարված է հասցվել, ընդ որում ոչ թե ուղակի բաներին, զորամասերին, այլ կապի եւ ռադարային հանգույցներին բոլորը վնասված են։ Բացի դրանից բոլոր դաշնակիցները Ամերիկայի հարվածներ են ստացել այն կետերում, որտեղ ըստ իրանական աղբյուրների ըստ իրենց հայտարարվածի գտնվում էին կամ պահկվում էին CIA-ի գործակալներ, այսինքն հետախուզական ամերիկյան գրասենյակներն էին, այդ առանձին վերցրած շենքեր, շինություններ, հյուրանոցներ, որ նայեք հյուրանոցների են հարվածել, խայտառակ հարված է հասցվել դաշնակիցների տնտեսությանը, Օրմուզի բանը ներուց կփագա եւ տանկերները չեն կարողանում դուրս գալ, ավելի քան 10 տանկեր արդեն վնասվել է, արդեն կան տանկերները, որոնք ուղղակի պայթում են Պարսից ծոցում եւ վերջինը դա ամերիկյան տանկերներ, որը Իրաքից նավթ էր փորձում հանել, դա տրակեց եւ ընդհանուր դրան կարելի է գումարել 3 F-15-ի առնվազն 3 հատ F-15, որոնք ըստ ամերիկյան կողմից գետնվել են քուվեյտական ինքնաթիռի կողմից, բայց սա նշանակում է, որ համակարգը չի աշխատում դաշնակիցների մեջ, դա նշանակում է, որ Քուվեյթի ինքնաթիռը չի տեսնում, որ սա ամերիկյան է, այսինքն ինքը դիտարկում է որպես թշնամական։ Դրա համար հարվածել է սա բանը։ Բացի դրանից բազմաթիվ նյութեր կան նրա մասին, դե նախ եւ առաջ քանակը ինտերսեպտորների, այսինքն հոպի միջոցների հետ հրթիռների քանակը, որը կար, ինքը ակնհայտ է եւ բաց կար
որը գիտեին ինչքան կա դրանցից։ Դրանց վերջանալու հարցը, ասենք, լավ, մի շաբաթվա հարց է։ Իսկ վերարտադրության հարցը տարիների հարց։ Օրինակ, հա, եթե տենց դիտարկում ենք։ Իրանական կողմը իհարկե դրա մասին տեղյակ է եւ իհարկե ինքը երկարաժամկետ պատերազմի է գնում։ Հիմա անդրադառնանք դրանում, թե Իրանում ինչ է։ Իրանը առաջի օրը ստացավ հարված, առաջնորդը մահացան նաև մի քանի գեներալներ Իրան միջական շրջապատից, ինձ թվում է հարվածը, ինձ թվում է որ նա ըստ պաշտոնական տվյալների հարվածը հասցվել էր այն պահին, երբ խորհրդակցություններ տեղի ունենում։ Այստեղ պետք է նշել, որ մահացավ նաև իր ընտանիքի անդամների միստվար զանգված, այդ 12 թե 14 ամսական թորնիկը, եւ ստեղից գանք նրան, որ իսրայելական կամ ամերիկյան կողմը ասում է մենք հիմա բան ենք անում, հետաքննում ենք 180 այդ աղջնակի սպանության հարցը, ինձ թվում է դպրոցին հարված է, այո, 7-ից 10 տարեկան աղջիկներ են զոհվել։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ տեղեկատվական պատերազմը շատ ավելի ծանր է գնում, նույնիսկ հայկական լրատվական դաշտում հայերենով նյութեր տարածողների մեջ կան հիմարներ, ովքեր ասում են, որ դա ասենք բան չի, դա չի եղել, դա ինչ որ ֆեյք է եւ այլն եւ այլն, դա սրիկայություն է, երբ դու գիտես, որ քո երկիրը հակասահմանադրական գործողություն է իրականացնում, ինչի մասին խոսում են քո նույնիսկ սենատորները, այսինքն քո անտարյալները ասում են նրա մասին, որ սա հակասահմանադրական է։ Մնացածը չեն ասում, որ սահմանադրական է։ Մնացած ինչ որ հիմար արգումենտներ են բերում։ Տրամպիստները ասում են, որ դա տենց ինչ որ շատ կարևոր է, եթե դա չլիներ միջուկային հարված կլիներ, ոչ մեկի մոտ չի առաջանում վաղ հունիսին, այդ որ երթվում էիք, որ վերացրել էիք։ Բա այդ ինչ եք այնտեղ եք սուտ խոսում, հիմա եք սուտ խոսում, թե միշտ եք սուտ խոսում։ Իրականում բոլոր ոնց որ ասած կետերը ի տարի վրա դրեց Մարկո Ռուբիոն, որը ասաց, որ դե Նետանյահուն պետք է խփեր, հետո էլ որ Նետանյահուն խփեր, Նետանյահուի խփելուց հետո Իրանը մեզ պետք է խփեր, դրա համար մենք որոշեցինք ավելի շուտ խփենք, որ բան չլինի։ Ակնհայտորեն սա վերածվել է, որ Ամերիկայի սուբյեկտությունը գոյություն չունի եւ Ամերիկան ամբողջությամբ ենթարկվում է Իսրայելին։ Սրան նա առանձին կանադան է։ Բացի սրանից գոյություն ունի նաեւ հավելյալ եւս մեկ շերտ, այդ եւս մեկ շերտը այն է, որ Իսրայելը արետից օգտվելով մտել է Լիբանան եւ ոնց որ թե փորձում է Լիբանանի հարավը օկուպացնի, եթե նայեք Մակրոնի հայտարարությունները նրա մասին, որ Լիբանանի օկուպացումը անթույլատրելի է։ Լիբանանի հարավային մասի օկուպացնելը դա ընդամենը պատերվակ է բռնված Հեզբալլայի, իրականում Լիբանանի հարավային մասի ափամերձ տարածքում ահռելի մեծ գազային հանքեր կան։ Եվ այդ Գոլիաֆ գազի հանքը որ կա, իր 80% անցավ միջազգային դատարանով Լիբանանին, 20% մնաց Իսրայելին, դեպի Հայֆա գնացող կողմը, այսինքն ինքը տենց ձգված է, բայց միջազգային իրավունքի համաձայն այս մասը Լիբանանին է մնաց։ Հիմա իրենց պետք է Լիբանանի հարավը գրավել, որպեսզի այդ գազային հանքերը ինքը ստանա, սա ուղղակի որպեսզի հասկանանք, որ ոչ մի բարոյականության մասին դե խոսք չկա։ Բացի դրանից գոյություն ունի եւս մեկ շերտ, դա Տրամփ-Էմշտեյնի ֆայլերի հետ կապված քողարկման օպերացիան Ամերիկայում, որը որ տեսեք, շերտ համար 1 դա բանն է, Ռուբիոն է, որը ասում է, հետո հաջորդ օր ասում է, չէ դա տենց չի, հետո Տրամփը ասում է, չէ ես եմ ասել, Ռուբիոին ասում են, բա դու սենց բան ես ասում, չէ չեմ ասել, լրագրողը ասում է, բայց հեսա դու ես ասել ու հեռարձակվել է, ինքը ասում է, տեղական չի, հիմա նախագահան ուրիշ բան է ասում, այսինքն այնտեղ արդեն վերածվել է նրան, որ դե մենք սուտ ենք խոսում, լավ ենք անում, բայց սա ունի նաև արձագանք։ Այն ինչ որ դուք տեսնում եք կոնգրեսում, դա սրան էլ առանձին կարա, դա ուրիշ պատմություն է, դա քաղաքական ոնց որ բալանսի գալու թեմա է, այդ քվեարկության դիմաց Տրամփը հանել է Քրիստի Նոեմին,
որը Homeland Security-ի քարտուղարն էր, այսինքն իրանց գլխավոր հետախուզական ծառայության ղեկավարն էր, որին այս արդեն 2 շաբաթ կանչում էին հերթով կոնգրես ու սենատ ու կոշիկ էին սրբում վրան, որովհետև ինքը պատասխանատու էր մարդասպանությունների համար, այն հայտնի 3 երեխայի մորը, որ սպանել էր, այն քաղաքացուն, որ սպանել էր, բազմաթիվ վետերանների, որոնք, ասենք, չգիտեմ, կորեական ծագում ունեին, թե ինչ, բռնում դուրս էր շպրտում առանց հարցնելու Ամերիկայից բան, պաշտոնապես հանել էր նրա համար, որ $200 միլիոն մսխել է։ $200 միլիոն ստացել է պետական բյուջեից, որը պետք է ուղղված լիներ ապօրինի գտնվող քաղաքացիների համար տեղեկատվական արշավ կազմակերպելու, որ իրանք գնան։ Մենք տեսնում ենք ժամանակ առ ժամանակ մեր դեսպանատունը հրապարակում է, որ ապօրինի կերպով մի գնացեք։ Ակնհայտորեն այդ նույն ծրագրի մեջ ինքը դա վերածել էր, որ ինքը ձիու վրա Պուտինի պես ձիու վրա քշում է կովբոյսկի շլապայով, իր սեփական PR-ն էր անում, փոքրիկ ֆիլմեր էին, տենց իր մասին, որի ընթացքում ինքը պատմում էր, թե ինչ վատ է, բայց խոսքը նրա մասն է, որ այդ ընկերությունը, որին այդ 200 միլիոնը փոխանցվել է, դա իր օգնականի ընդ որում շատ վաղուց օգնականի ամուսնու հրեական ինչ-որ ազգանունով ամուսինա, ընկերությունն է, որը այդ կոնտրակտից 11 օր առաջ է ստեղծվել։ Նման բան նույնիսկ մեր հանրապետականները իրանց թույլ չէին տալի, էլի, որ պատկերացնենք ինչ տիպի այլանդակություն է, եւ սա արդեն բերել էր նույնիսկ հանրապետականների բողոքին։ Եվ եթե դիտեք, ես Խասյաթի համաձայն դիտում եմ ամերիկյան այդ սենատի եւ կոնգրեսի լսումները, ի տարբերություն շատերի, ովքեր փորձում են մեկնաբանել իրավիճակը, անգլերեն եմ հասկանում, իրանք ասում են, որ ամերիկյան հասարակությունը պետք է ձեզանից զրկվի, այսինքն դուք վտանգավոր եք ամերիկյան հասարակության համար, սա լեյտմոտիվն է, սա երկար տեղի էր ունենում։ Այն թվում հանրապետականներն էին բանան օթերով հանում։ Եվ ի վերջո Տրամպը ստիպված էր սրան հանել, որովհետև նախ իր վարկանիշի վրա էր պատասխանում, որ պատկե այդ այսը հայտնի, որը որ պետքա գնար բանաներ, այդ ով որ զբաղվում էր ապօրինի միգրանտների դուրս բերելով, այդ բոլոր խնդիրները, որոնք ներսում հասարակությունը զայրացնում եւ տրաքացնում էին, այդ բոլորի պատասխանատուն էս Կրիստի Նոեմն էր։ Վերջ սաղից տեղն էր հասե, Տրամպը իրան հանեց, դրա դիմաց ստացավ կոնգրեսը, որովհետև սենատում ինքը 53 ձայնով ստացավ իրավունք այս հարցը մտցնել ման։ Ստացավ։ Հիմա ստացավ ամեն դեպքում։ Մեկ շաբաթ ուշ, ինչպես ասում են, զատիկից հետո ներկայացում ոչ մեկին պետք չի։ Ինքը արդեն պատերազմի մեջ է։ Ինքը արդեն զոհ է տվել։ Հիմա այդ զոհվածների հարցն է կանգնած, որովհետև դրանք ամերիկացիների 6 հոգի, դրանք հիմնականում Քուվեյթում այդ ինչ-որ forward operation base-ի ինչ-որ բան ա եղել, կոնտեյների մեջ նստած են եղել, վերևից ԱԹՍ-ն իջել է, այսինքն ստեղ հարցեր են առաջանում, ասում են եղբայր 4 տարի Ուկրաինայի պատերազմ ես նայում, փաստորեն դու այդ 4 տարվա մեջ ոչինչ չես արել ու մինչև հիմա չես հասկանում, որ ԱԹՍ-ն վերևից է գալիս, կամիկադզեն, այդ երեխեքը տենց են զոհել, 20 տարեկան մի հատ տղա կա, որի առանձին պատմությունը բան են անում, համալսարանը իրավան գնում ասում են անկողմնակալ վերլուծաբանները ասում են, որ Ամերիկայում այլանդակ PR արշավ է սկսել, որովհետև շատ վատ վարկանիշ ունի այս պատերազմը եւ հիմնականում այդ պատերազմի վատ վարկանիշը կապված է նրա հետ, որ ոչ մեկ չի ուզում մեռնել Իսրայելի շահերի համար, Տրամպը շարժում է Իսրայելի շահերով։ Բոլորը խոսում են նրա մասին, որ քեշ պատել է FBI-ի նախագահան, CIA-12, այսինքն counterintelligence, իրանց հակահետախուզությունը ցրել է, այն ժամանակ, երբ Նետանյահուն Վաշինգտոնում էր եւ Նետանյահուի պահանջով Տրամպը սկսեց օպերացիան պատրաստել եւ հայտնի է, որ այդ CIA-12, այսինքն հակահետախուզությունը առաջիններից էր, ով արգելանք էր դնում օպերացիա սկսել Իրանի դեմ, որովհետև իրանական հատուկ ծառայությունները իրանք կարող է տեխնոլոգիապես տենց զարգացած չեն, բայց զգալիորեն ավելի շատ են եւ գաղափարապես զգալիորեն ավելի կուռ են, քան արևմուտքի հատուկ ծառայությունները, այսինքն այնտեղ կան մարդիկ, ովքեր կարող են երկար տարիներ undercover, այսինքն կողարկված ապրել, մի պահ իրանց կյանքը զոհաբերելով խնդիրը լուծել։ Սա հայտնի է։ Այսինքն իրանական հատուկ ծառայությունները
ինչ մեղքներ, կանան ինչ որ իրանական ակտիվիստի ինչ որ միտեղ գտնեն եւ ունեցել ենք այդպես փորձ։ Իրանական ակտիվիստի հանդեպ ինչ որ գործողություններ անել եվրոպական երկրներում, Ամերիկայում եւ այլն եւ հակահետախուզությունները մասին գիտի եւ որպիսի կասեցնի այդ վետոն Տրամպի հրամանով ծրվում է հակահետախուզությունը։ Ու սա առաջի հատուկ ծառայությունը չի, որ ոչնչացվում է Նետանյախուի պահանջով Տրամպի կողմից։ Եվ գնալով Ամերիկայում հասարակության այն պատասխանատու մասի մոտ ձևավորվում է պատկերացում, որ սա ինչ որ անիմաստ գործողությունները, որոնք առաջի հայացքից անիմաստ են, իրանց պատվիրատուն Տել Ավիվում է։ Ամեն ինչ կմնար որպես ոնց է այդ տեսությունների շարքից, այդ դավադրական տեսությունների շարքից, եթե Բիբի Նետանյախուը չդներ եւ չհայտարարեր, որ ի վերջո ես կարողացա անել այնպես, որ 40 տարվա իմ երազանքը ի կատարը գա։ Այսինքն չել թաքցնում, որ ինքը ամերիկան փուրն է տալիս եւ պատրաստվում է ամերիկյան զինվորների կյանքի եւ արունի գնով իր 40 տարվա երազանքը իրականացնում։ Նորից հայտարարությունները, որոնք Տրամպը հնչեցնում է, միջուկային զենք պետք է կիրառեին, բալիստիկ հրթիռներ պետք է կիրառեն, սուտ, միջուկային զենք չունեին, կամ հունիսին ոչնչացրեց, բացի նրանց որ հունիսին ոչնչացրել ես, եղբայր չունեն այդ մարդիկ միջուկային զենք, նույնիսկ հունիսին էիք դուք ասում, որ չունեն, ու երկու շաբաթվա մեջ չեն կարող ստանալ, որովհետև երկու շաբաթվա մասին պատմությունը մենք 86 թվից լսում ենք։ Այսինքն հեղափոխությունից հետո մեկը Նետանյախուին է եղել, որ ասել է, որ 86 թվականից, որ նայեք իր բաները կա, երկու շաբաթվա մեջ Իրանը միջուկային զենք է ստանում ու խփում է։ Լավ, օքեյ, միջուկային զենք չկա, չի ստեղծել, պարզ է, չի էլ կարա։ Հրթիռները, որոնք կհասնեն Ամերիկային, սուտ է, կեղծ է։ Չկա տենց բան։ Որևէ կերպ Ամերիկային չէր կարա հասնել։ Բացի դրանից, եղբայր դու բանակցությունների մեջ էիր։ Օմանի արտաքին գործերի նախարարը ձեր հարցակումից մեկ օր առաջ Ժնևում, եթե չեմ սխալվում, CNN-ին թե ինչ-որ մեկին հարցազրույց տալուց ասում է, մենք դրական արձագանքներ ենք տեսնում Իրանի կողմից։ Մենք տեսնում ենք, որ այս բանակցությունները հիմք ունեն, եւ մենք կարող ենք, եւ ամենակարևորը այդ բանակցությունների ընթացքում չի քննարկվել հրթիռների հարց։ Քննարկվել է միջուկային էներգիայի հարց եւ միջուկային զենքի հարց, միջուկային զենքի բանով ես կարող եմ տենց ասել, ինչքան հիշում եմ, Իրանը ասում է չեմ անում։ Եթե դու ուզում ես վերահսկես, դա շատ հեշտ է, դա ասենք ռադիացիոն նյութ է։ Դու այն հարցով պայմանավորվի, ինչպես եղել էր 15 թվականին։ Մագատեի վերահսկող բաները պահի այդ երկրում, որ իրանք կարողանան գնան։ Այնիշի որ իրանք կարան բան անեն, որպեսզի միջուկային ինքը հարստացվի, այնքան որ դառնա միջուկային ռումբի գլխիկ, ինքը պետք է հարստացվի մինչև 85-ից 90%, դա շատ դժվար է։ Հա, իրականում ատոմակայանի համար ասենք 5-6-ը բավարար է, բայց ասենք մինչև 60-ը вообще բան չի։ Հիրոշիմայի վրա որ գցել են, իսկի 60 չի եղել, 50 է եղել։ Խնդիր չի, այսինքն դու կարաս վերածես բանի դա ռումբի, բայց իմաստը որն է։ Այսինքն որպեսզի դու կարողանաս մեկին վնաս տաս, դու մի հատ միջուկային ռումբ չես ստանում, մի հատ գլխիկ չես ստանում։ Լավ, հիմա դուք ամբողջ նկարագրեցիք այդ նախապատմությունը, այս պահին ինչ է վիճակը։ Այս պահին վիճակը հետևյալն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները ակնհայտորեն մտել են մի պատերազմ մեջ, որից ելք չկա ինչու, որովհետև ինչպես ասում էր գեներալ Պաստորիուսը, ասեք որտեղ է սա վերջանում։ Դա ինքը ասել էր դեռևս Իրաքում։ Որտեղ է վերջանում եւ սրա քաղաքական նպատակը։ Որտեղ է վերջանում ոչ մեկ չգիտի։ Այն ինչ որ անում է հիմա սրան, լավ, այն ինչ որ անում է, հələ թողենք։ Քաղաքական նպատակը, այսինքն ռեժիմի փոփոխություն, հակասում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեռևս Ռեյգանի ժամանակ ընդունված օրենքի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները երբևիցե չպետք է խառնվեն այլ երկրների ղեկավարների ոչնչացմանը կամ ռեժիմների փոփոխությանը։ Դրա համար առաջի օրերը Ռուբիոն եւ բանը ասում էին մենք այդպես բան չենք անում։ Որովհետև իրանք գիտեն, որ դա օրենքի խախտում է եւ դա իմպիչմենտի հիմք է։ Տրամպը չգիտի։ Տրամպը 3 օրենք խախտել է։ Հիմա կասեմ նաեւ հիմա ասեմ հենց, որովհետև Էփշտեյնի ֆայլերում արդեն իսկ հրապարակվել է նյութ, մի կին 19 թվականին հրավիրվել է ՖԲՐ,
այդ կինը հայտարարել է, որ Իրան, Էփշտեյնը եւ Տրամպը բռնաբարել են, բայց քանի որ հիմա, այսինքն 19 թվականին Տրամպը նախագահ է, ինքը չի պատրաստվում իր սաղ կյանքը ոչնչացնի, նրա համար ինչ որ եղել է, բայց հա եղել է, բայց ինձ հանգիստ թողեք։ Այդ կինը այդ ժամանակ, երբ որ բռնաբարել են, եղա անչափահաս։ Տրամպը եւ Էփշտեյնը մանկապիղծ են։ Ուրիշ հարց է, որ այդ կինը հրաժարվել է դատարան գնալ, բայց բարոյական գնահատականի համար դա բավարար է։ Դրա համար նորից եմ ասում, բոլոր տրամպիստներին, որոնք կփորձեն սրանից հետո խոսալ Տրամպից, ուրեմն իրանք պետքա պատրաստ լինեն, որ իրանք կստանան համապատասխան վերաբերմունք, առնվազն իմ կողմից։ Լավ, Տրամպի կողմից ուշադրության շեղում եք դուք տեսնում։ Նաև, Բարի։ հիմնական։ Եթե ես Մի բան էլ կա։ Համեցեք։ Բացի ուշադրության շեղումից, ռեժիմի փոփոխությունը իրանց պետք է ինչի համար, որպեսզի լինի երկարաժամկետ պատերազմ։ Երկարաժամկետ պատերազմի վրա դուք իրանք արդեն 50 միլիարդ դոլար ուզում են դուրս գրեն, տնտեսապես Տրամպը տապալվել է։ Տարիֆների քաղաքականությունը ոչ մի բանի չի բերել։ Ինքը այս ընթացքում 3 օրվա մեջ այնքան վատ է վիճակը, որ ինքը հաջողացրեց փչացնել հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ, Իսպանիայի հետ, Ֆրանսիայի հետ մինչև այդ էլ փչացած եվրոպական երկրները հիմնականում առանձին վեճերն Նորվեգիան բանը ասում են, որ գոյություն ունի միջազգային օրենք, այդ միջազգային օրենքը Ամերիկան խախտել է։ Սա նշանակում է, որ գործը գնում է դեպի Հաագա։ Սա նշանակում է, որ Տրամպը, Հեքսետը եւ բոլոր մնացածը մասնավորապես նրանք, ովքեր 180 անչափահաս երեխայի սպանության համար, դա առանձին ռազմական հանցագործություն է։ Իրանք որպես ռազմական հանցագործ Պուտինի կողքը տեղ ունեն։ Այսինքն մենք ունենք իդեալական պատկեր. Նետանյախու, Պուտին, Տրամպ։ Իդեալական է ուղղակի։ Այդ նույն հանցավոր խումբն է, որը պատասխանատու է նաև 44 օրյայի համար։ Ես շարունակում եմ պնդել, որ 44 օրյա պատերազմի սկիզբը կապված է Տրամպի հետ, ում հետ որ պայմանավորվել էր Նետանյախուը, որ նվեր տա Հայաստանին կտորը Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը բարև ձեզ հենց հիմա պատրաստվում է հարձակվել Իրանի վրա։ Այդ նույն տարածքներից, որոնք իրեն գրավել։ Արցախն էլ հայաթափված։ Արցախն էլ հայաթափված, որ թիկունքը ազատ լինի։ Որպեսզի ազատ լինի։ Այո, այսինքն Տրամպը անձամբ պատասխանատու է էթնիկ զտումների համար, որպես գաղափարաբար նորից եմ հիշեցնում, 44 օրյա պատերազմը ավարտվեց ոչ թե որովհետև Պուտինը զանգեց, այլ որովհետև Տրամպը հաստատվեց, որ պարտվել է ընտրությունները, որ եկել է Բայդենը։ Հենց այդ պահին է ավարտվել։ Նետանյախուը բավականին տենց բանա զգուշավոր է։ Եթե հիշեք, Բայդենի առաջի օրվանից եկա դեմոկրատները բազմաթիվ կետերով իրան ներկայացնում էին տարբեր խնդիրներ։ Եվ հիմա, երբ այսպես կոչված Տրամպի ուղին եղավ, Բլինկենի ադմինիստրացիայի պաշտոնյաները կանգնեցին, ասեցին, էս ինչ եք անում։ Էս ինչ եք անում։ Մենք ձեզ այսքան ժամանակ պահել ենք, այ այս քայլերից։ Հայերին են ասում։ Հա, բա, Նիկոլն է տենց որ ասես, դե թող իրենք գնան ասեն, դե իրենց ժամանակ ինչ է դարձը չէ լուծում։ Անհեռատես Նիկոլը քաղքենի է։ Սխալմամբ հայտնված միջազգային Հետ են գալիս 44 օրյայի, այսինքն այն ինչ այսօր խաղարկվում է, դա պլանավորվել էր, իհարկե գուցե ավելի վաղ, քան 44 օրյան, բայց 44 օրյա պատերազմը մի կողմից մենք ասում էինք Ռուսաստանի ներձեռնտու, որովհետև Ուկրաինայի հետ պատերազմ կար, իրեն պետք էր այս լուծումը մասնավորապես ունիկի ճանապարհը։ Դա տենց չի։ Հիմա փորձենք հասկանալ ում էր այնուամենայնիվ ձեռնտու։ Ինչ այժմ ասում ենք Ռուսաստանին։ Տեսեք, Ռուսաստանին դա ինչ որ զաուշի պրիտյանուտի բան է։ Արցախի ոչնչացումը, Արցախի հանձնումը Ադրբեջանին եղել է 11 թվականին։ Դա չի եղել ուկրաինական պատերազմից առաջ։ Դա եղել է 11 թվականին։ 11 թվականին, երբ որ էլ Մեդվեդևն էր, որ իրանք ընկել են հայտնի պայմանագիրը ծանր տեխնիկայի վաճառքի մասին։ Ընդեղ է եղել, մի քիչ էլ դրա կարող է դրանից շուտ, որտեղ տենց մի անգամ հիշում, մոտ 1 տարվա պատմություն է, որ իրանք պետք է անեն։ Եվ դրա տակածուն ուրիշ է, Ռուսաստանի հարցը ուրիշ է։ Ռուսաստանի հարցը այն է, որ իրան Հայաստանը որպես բալաստ առանձին, այսինքն Հայաստանը ինքը բալաստ է, բալաստ է Ռուսաստանի համար, իմը դա չգիտեմ, պահում էին, բայց Վրաստանը եւ Ադրբեջանը, որոնք արևմուտքի կամ Թուրքիայի հետ էին, թույլ չէին տալի, որ ինքը Հայաստանի եղած առավելություններից օգտվել։ Իրան պետք էր
Վրաստանը կամ Ադրբեջանը, որպեսզի ինքը Հայաստանի հետ ընդհանուր սահման ունենա, որպեսզի ինքը կարողանա օգտվել նրանից, որ Հայաստանը այս բանն է, բանալի երկիր է տարածաշրջանի համար։ Քանի ինքը սահման չունի, դա իր համար անիմաստ է։ Այդ որ հետո դարձավ, որ իրանք Ռուսաստանը, սենց ասեմ, նույնիսկ ոչ թե փորձարկել է, այլ ինչպես մենք տեսանք հարձակումից հետո, ինքը փորձարկել էր միգուցե հատուկ օպերացիաներ, ինչպես կազմակերպել դավաճանություն, բայց սա առավելագույնն է ինքը ինչ բան է։ Արցախը որպես Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավում, դա եղել է Ալիևի պահանջը, իսկ Ալիևը ինքը Իրանով խաղացող չի, Ալիևի հետևը միշտ կանգնած է եղել Իսրայելը, եւ հետո ավելացել է Թուրքիան, սկզբից եղել է Իսրայելը, հետո ավելացել է Թուրքիան, այնպես որ պետք չի բաները շփոթել, հա իրանք բոլորը հավասար անձագործներ են, բայց պատճառը հետևանքային կապը, փազլները խախտվում են, եթե դուք բաները Հայաստանը եւ Սյունիքը բանալի են եղել եւ Ռուսաստանի համար, տվյալ դեպքում մենք տեսնում ենք, որ բանալի են նաեւ Իսրայելի համար եղել։ Հայաստանը Ռուսաստանի համար բանալի էր, որպեսզի ինքը կարողանա տարածաշրջանում ներկայացնել, հիշեք այդ տարիներին դեռևս Սիրիա չկար, ընդհանրապես Սուրիա չկար, ինքը ուներ, ասենք, Երևանի օդանավակայան, որտեղից որ ինքը բոլոր այդ օպերացիաները պետք է իրականացներ, ինքը Հայաստանից կարողանում էր ազդել Իրանի վրա, կարողանում էր ազդել Թուրքիայի վրա, Բաշար Ալ-Ասադը իհարկե դաշնակիցներ 100 տարվա, բայց դա այդ խնդիրներ ինքը լուծում, այսինքն այդ Մյունխենյան ճառից հետո էր։ Իրան, Հայաստան այդ դրա համար էր պետք, որպես պլացդարմ, սովետական միությունները Այո, դա Ռուսաստանի պարագա։ Հիմա խոսում ենք 44-օրյան Իսրայելի եւ այսօրվա օպերացիայի Իսրայելի տեսանկյունից Հայաստանը պետքա ոչնչացվի։ Իսրայելի տեսանկյունից Հայաստանը պետքա ոչնչացվի։ Հայաստան պետքա գոյություն չունենա։ Դա ակնհայտ է, դա վաղուց է, դա տենց է, որովհետեւ իրանց համար եվրոպական ներկայությունը, սենց ասեմ, հնդեվրոպական ներկայությունը այս տարածաշրջանում ձեռնտու չի, իրանց պետքա սելջուկ բոլշևիկյան ներկայություն։ Ինչու՞, բացատրեք խնդրում։ Դե որպեսզի նախ Իրանը չկարողանա որևիցե կերպ խաղա դեպի արևմուտք, երկրորդը որ արևմուտքը ստեղ չլինի, որտեղ այս տարածաշրջանում պետքա լինի բարդակ։ Բա հիմա որ ռեժիմի փոփոխության մասին են խոսում, Իրանը չի գնում դեպի արև, չի գնա դեպի արևմուտք, եթե այն օպերացիան, որը իրենք հիմա իրականացնում են, ասեմ, այդ օպերացիան ուղղված է նրան, որ իրանք ադրբեջանցիներին, քրդերին եւ բելուջներին ուզում են ապստամբացնեն։ Այսինքն իրանք ուզում են քաղաքացիական պատերազմ։ Վարեսբուն իմաստով երեք չառաջորը հրեական գեներալներից մեկը լրագրողներից մենք CNN-ն է ինչա ոչ հայտարարել է որ եթե Իրանում չլինի իշխանություն մենք օքեյ ենք եթե Իրանում լինի քաղաքացիական պատերազմ մենք օքեյ ենք եթե Իրանում բոլորը բոլորին սպանեն մենք դրա հետ օքեյ ենք ու ընդհանրապես գոյություն չունի իրավիճակ որ մեր ընդհանրապես less care about այսինքն մեր ոտերին է թե Իրանում ինչա կատարվում կարևորը որ Իրանը չլինի դա պաշտոնական Իսրայելի որոշ բանն է Էդ է իրանց գաղափարախոսությունը։ Իսրայելը դաշնակից չունի։ Հասկանում եք։ Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգները, ինչպես մենք տեսնում ենք, դաշնակից չի։ Նոքիարա։ Միացյալ Նահանգները կատարում են ինչ որ 40 տարվա այդ մարդու թաց երազանքն է։ Ուշադրություն դարձնեք իսրայելական զինվոր չի զոհվել։ Ամերիկացիք զոհվել են, ու էլի են զոհվելու։ Թրամփը հիմա ցամաքային օպերացիա անելու էլի է ամերիկացի զոհվելու, որովհետև Այստեղ խնդիրը նրանում է, որ եթե դու կատարում ես երրորդ երկրի պահանջը, մանկական ցանկությունները, էրոտիկ ֆանտազիաները, դու պրոբլեմ ունես։ Դու քո երեխեքին տանում ես, որ իրանք մեռնեն, որ սրա էրոտիկ ֆանտազիաները իրականացնեն։ Պարոն Սարգսյան, եթե սա պլանավորված օպերացիա է եւ դեռ մենք Սա պլանավորված օպերացիա չի։ Իսրայելի մասին եմ խոսում, որը դուք ասում եք հիշեցնում եք Նետանյահուի, այո, այդ խոսքերը, որ սա 40 տարվա իմ երազանքն է, ուրեմն 40 տարվա ընթացքում առնվազն պլան պետք է լինի։ Դուք շատ մեծ կարծիքի եք իրանց մասին, ոչ դա պլան չի, դա երազանք է։ Այսինքն հապճեպ այստեղ այսպես էքսպրոմտային վիճակում իմպրովիզացիա են անում։ Կա նպատակ։
Լավ։ Սա պետք է չլինի տարածաշրջանում, ինչ-որ մարդիկ ասում են, պետք է լինի Իսրայելի հեգեմոնիա։ Իսրայելը պետք է լինի ամենասիրած, ամենաբանը, միակը, կենտրոնը, պետք է փող չդրվի, պետք է արևմուտքից ուրիշ տեղ մարդ չգնա, դրանով է Հայաստանը խանգարում։ Հասկանում եք, Հայաստանի պարագայում Իսրայելը երկրորդն է, որովհետև Եվրոպայի համար Հայաստանը ավելի ընդունելի է, քան Իսրայելը։ Եթե չեք հավատում, կարաք քաղաքական հայտարարությունները նայեք Եվրոպայի, որոնք վերաբերում են Իսրայելին եւ Հայաստանին։ Այսինքն տարածաշրջանը պլյուս-մինուս 800 կիլոմետրը մենք Հայաստանով կանենք, այն ինչ որ պետք է անենք։ Եթե Հայաստանը չլինի, իսկ Հայաստանը երբ որ չկար, դա Իսրայելն էր։ Այսինքն երբ որ Հայաստանը սովետական միության անդամ էր, դա Իսրայելն էր բոլորի համար։ Պարոն Սարգսյան, գովազդ եմ հայտարարում եթերում եւ կվերադառնանք տեսնենք Թուրքիային եւ Ադրբեջանին ինչ դեր է վերապահված այս պատմության մեջ, գուցե եւ ամենասկզբի հարցս դա է կներքաշվի Ադրբեջանը արդյոք թե ոչ, այսպիսի պատրաստվածության դեպքում այդ երեկվա այդ Նախճիվանի պատմության պարագայում եւ ինչ դեր է վերապահված Հայաստանին, եթե ընդհանրապես Հայաստանին որևիցե դեր վերապահված է։ Գովազդը եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։
Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ Կարեն Սարգսյանի հետ ենք զրուցում, սոցիոլոգ վերլուծաբան պարոն Սարգսյան, խոսում ենք այն մասին, թե կներքաշվի արդյոք Ադրբեջանը այս պատերազմի մեջ, տեսանք, որ փաստորեն դիվանագիտական հարաբերությունները կարծես թե ընդհատում է, դուրս է բերում իր դեսպանատունը եւ գլխավոր հյուպատոսությունը Իրանից առաջին պատրաստություն է հայտարարել։ Հարցս հետեւյալն էր. եթե դուք համարում եք, որ սա այնուամենայնիվ գոնե հիմա այս վերջի շրջանում պլանավորված օպերացիա է, արդյոք որևիցե դեր է վերապահված Ադրբեջանին եւ Թուրքիային, կներքաշվի արդյոք Ադրբեջանից հետո ի դեպ Թուրքիան պետք է լինի եւ այնտեղ Պակիստանի հարց կա, եթե Ադրբեջանը, ես կարծում եմ, որովհետեւ իրենք կարծես թե ռազմական այսպես պայմանավորվածություններ ունեին իրար պաշտպանելու եւ Հայաստանի դիրքորոշումը, արդյոք Հայաստանը որևիցե պարտավորություններ ունի Միացյալ Նահանգների առջեւ Իրանի հարցում։ Ադրբեջանի ներքաշվելը, Ադրբեջանը մեծ հաշվով պետություն է, որը ստեղծվել է նրա համար, որպեսզի Պարսկաստանի դեմ պայքարի։ Հայաստանը դեռևս Ստալինի եւ Էնվերի որոշումը դա էր։ Անվանումն էլ հետո։ Անվանումներն հետո որ ինքը տենց բաներից է։ Ադրբեջանի ներքաշվելը ամբողջությամբ կախված է նրանից, թե Իսրայելը ինչ հրահանգ կտա։ Այս պահին հայտնի է, որ իսրայելական եւ ամերիկյան դիվանագիտությունը փորձում էր ներքաշել քրդերին, երեկվա դրությամբ քրդական բոլոր հրամանատարներին, ում որ լրագրողները կարողացել են բռնել, ասել են, որ տենց բան չկա, մենք չենք պլանավորում, բայց ինչի է հարցը առաջացել, որովհետեւ կային տվյալներ, որ քրդերը պետք է մտնեն Իրան։ Այսինքն Իրաքյան քրդեր։ Էրբիլից, պարտադիր չի իրաքյան, ուղղակի որպես ճանապարհ, տեղից հեշտ է ուղղակի լեռներով, սահմանը լավ չի վերահսկվում։ Դրա հետ մեկտեղ կարող է արդյոք Ադրբեջանը մտնել, այո, որովհետև դա ոնց որ ինքը դրա համար ստեղծված է, այդ ոնց որ իր DNT-ն է։ Ինքը եթե պատերազմ չանի, ինքը չի կարող գոյություն ունենալ։ Ընդհանուր գնահատականը այնպիսին է, որ մոտավորապես 20 միլիոն ադրբեջանցի, եկեք հասկանանք որն է ադրբեջանցի, թուրքախոս եւ ծագումով օղուզներին շատ մոտիկ, ասենք սելջուկների էդի թևերից մեկն է օղուզները, որոնք որ հիմնականում այն շուր Շիրվանում բանում ապրում էին, թափտպուկներ։ Իրանց մոտիկ մարդիկ ապրում են այն տարածքում, որը կոչվում է Թավրիզ։ Եվ փաստացի, այո, այդ տարածքում իրանք ունեն բավականին մեծ եւ վաղուց հետախուզական ցանց դեռևս սովետական միության ժամանակից։ Հիշեցնեմ, որ ռուսական կայսրությունը եւ սովետական միությունը մի քանի անգամ Պարսկաստանի հյուսիսը գրավել են եւ մի քանի անգամ ստեղծել են այսպես կոչված Ադրբեջան։ Մի քանի անգամ է դա եղել, վերջինը հենց հիմիկվա այդ Ռեզա Փեղլևի հոր ժամանակ, ինքնավոր բան, ընդ որում Ռեզա Փեղլևին էլ ադրբեջանցի ծագումով, այստեղ ժամանակ առ ժամանակ բաներ են առաջանում, որ ինքը պարսիկ է, ոչ ինքը թուրք է, շատ կարևոր է դա դրա մասին խոսել, որովհետև մարդկանց մոտ թյուր պատկերացում կա նրա մասին, թե պարսիկները սիրում են Ռեզա Փահլևին, ոչ, պարսիկները չեն սիրում Ռեզա Փահլևին։ Ռեզա Փահլևին մի մարդ է, ով 180 սպանված երեխայի համար մի խոսք չգտավ ասելու, բայց 30 րոպե խոսած նրա մասին, որ 4 ամերիկյան զինվոր է զոհվել, այսինքն ինքը իրանական հասարակության համար ինքը ինչպես եւ իր հերը կաշառակ էր, հանցագործ դեբիլ Ամերիկայի տակ պարկած։ Առանձին կարանք խոսենք դրա մասին, եթե ուզում եք։ Հիշեցնում ուղղակի, որ իր հայրը եկել է իշխանության CIA-ի, այսինքն ռուսերեն ասած ՑՌՈ-ի կազմակերպած հեղաշրջման արդյունքում 53 թվականին ժողովրդավար կերպով ընտրված կառավարությունը տապալել են, CIA տապալել է եւ բերել է սրա հորը, այս Ռեզայի հորը, որը ընդհանրապես Փեղլևի չի, Փեղլևի ինքը հետո ավեցրել է ազգանունը։ Լավ, հիմա վերադառնանք։ Արդյոք Ադրբեջանը կարա փորձ կատարել, այո, որովհետեւ ասենք դա նորմալ է իրանց համար։ Իրանք միշտ մտել են։ Այսինքն որպես Ռուսաստանի կայսրության կտոր են մտել, բան, իրանց համար դա սովորական է, իրանց ներքին գաղափարախոսությունը այնպեսին է, որ դա իրանց տարածքն է, չնայած դա այդպես չի։ Եվ Ալիևի խոսույթը այնպեսին է, որ իրանք այդ
երկաթե ֆիստինգի բանը ինքը տենց ես իմ սենց ինչ-որ բան Նապոլեոնն ուղակի պապան Նապոլեոնն մաման Ալեքսանդր Մակեդոնացին թե ինչ ինքը տենց ոբշին տենց լուրջ տղա է որ կարա սաղին կրի բարի ճանապարհ սրտանց ուզում եմ տեսնամ դա ամեն դեպքում Թուրքիայի մտնելը հարցական է որովհետև Թուրքիայի մտնելը մի քիչ ՆԱՏՕ-ի հետ է իսկ ՆԱՏՕ-ն չունի որոշում 5-րդ հոդվածը վերաբերվում է բացառապես հարցակման ենթարկված ՆԱՏՕ-ի անդամին ՆԱՏՕ-ի որոշում չկա այսինքն ԱՄՆ-ն պետք է մտնի ՆԱՏՕ-ի ժողովին ասի որ ես ուզում եմ որ կոալիցիա կազմվի եւ մենք հարձակվենք իրան վրա բայց արդեն մենք տեսնում ենք որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի բոլորի որոշումը այնա որ փախարստեղից էլ չասած որ ինքը տենց ընդհանուր առմամբ Դանիային ասել է իսկ տարածքը պետք է գրավեմ Դանիան կներեք ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամներից է ինչպես նաեւ ԱՄՆ-ն ինք ուղակի վետո կդնի հիմա ինչ վերաբերվում է Հայաստանի դիրքը մեզ ձեռ չի տալի որ Ադրբեջանը բանը ես էլ եմ ասում Հայաստանի պետականության շահերից ելնում է որ Պարսկաստանը լինի կայուն Պարսկաստանը չլինի ներգրաված պատերազմների մեջ առավել ևս Պարսկաստանի հյուսիսում կանգնած չլինեն Ադրբեջանի եւ Թուրքիայի զորքեր որովհետեւ դա մեզ համար միակ բան հա ուղին է ինչու եմ ես սենց վատ վերաբերվում ես օրինակ բոլորը բաց թողեցնեմ, Չաբահար նավահանգիստը որ կա, Նետանյահուի պահանջով Տրամպը Չաբահար նավահանգիստը, որը պատժամիջոցներից դուրս էր եկել, նորից դրել է պատժամիջոցների տակ։ Եվ ստիպել է Հնդկաստանին, որ Հնդկաստանը պրոյեկտից դուրս գա։ Իսկ դա մեր կապն էր Հնդկական օվկիանոսի հետ։ Եվ դա այն կապն էր, որը պետք է ապահովեր Մումբայ-Չաբահար Մեղրի Եվրամիություն ճանապարհը։ Դրա դիմաց է բանի դիմաց Նետանյահուը պահանջել է, որպեսզի ճանապարհը գա Մումբայ-Դուբայ, Ռիադ, Աման, Հայֆա։ Այսինքն Իրանով դուրս գա, в смысле ուստի Իրանով, ես դրա համար չեմ սիրում, Պարսկաստան բան, Իսրայելով դուրս գա այդ ապրանքների ճանապարհը։ Դրա համար ես սրտանց ցանկանում եմ, որ Նետանյահուն սատկի եւ իր հետ տանի բոլոր պրոիսրայելական հայերին, որովհետեւ այն ծրագիրը, որը իրականացվում էր Հայաստանի համար, ինքը սպանելով 180 երեխա հիմա եւ շարունակելով այդ սպանությունները փորձում է իրականացնել իր տարածքով։ Այո, դա ինչ որտեղ նաեւ մեր դիվանագիտության բաց թողումն, հա, որ ժամանակին եթե Եվրոասոցիացիան փաստաթղթերը տային եւ ժամանակին զբաղվեին եւ պրևենտիվ կերպով դեռևս Բայդենի ժամանակ այդ ճանապարհը խոդի տային, ոչ թե այսօր եկուցանեին, եկեք մի հատ էս անենք, մի քիչ էլ անենք, մի քիչ ԵԱՏՄ-ում մնանք, մի քիչ էլ հապկում մնանք, բան ֆակտ մենք տեսնում ենք, որ այդ ծրագիրը հիմա կանգնել է, դե Տրամպը բարձրան իմպիչմենտ են անելու, դրանից հետո բայց նորից զրոյից պետք է սկսենք։ Չի անցնելու այդ ճանապարհը Իսրայելով մոռացեք։ Ուղղակի չի անցնելու, որովհետև այս պատերազմի վերջում մենք ունենալու ենք կամ նորմալ աշխարհ, որտեղ որ Իսրայելը իր տեղը գիտի, իր տեղը ձրիակեր փոքր երկիրն է, որը ոչինչ չի արտադրում, ընդհանրապես ոչինչ չի արտադրում, ինքը յոլա է գնում տրանսֆերներով։ Կամ մենք ունենում ենք երկարաժամկետ պատերազմ, որտեղ դուք 92 միլիոն մարդու հիմա փորձում եք ռմբակոծելով համոզեք, որ իրանք վատն են։ Տրամպը ասում է ելեք դուրս փողոց։ Առաջ օրեր ասում էր դուրս եկեք փողոց, ու ռմբակոծում էր։ Երեք ասում է մի դուրս եկեք փողոց, որտեղ վտանգավոր է։ Ամենահետաքրքիրն է, որ երկու կոչներ չեն կարող ունենալ, որտեղ անջատել են ինտերնետ։ Այսինքն այդ մարդիկ նույնիսկ բան չեն ստանում, զգուշացում։ Այստեղ հարցը մնում այսպես բաց, արդյոք Տրամպը ժամանակը չկորցրեց, այն ժամանակ, երբ էր, դեկտեմբերից, չէ, դեկտեմբերի 28-ն եմ հիշում ես, հունվարին, եթե նա այս օպերացիան աներ։ Տրամպը դուք այդ ժամանակ գոնե ինքը ունեն այս մարդիկ, որոնք մահացան, մոտավորապես չգիտեմ, սկսած 3000-ից մինչև 30000 ասում են զոհված։ Չէ, խնդիրը այդ չի։ Տեսեք, քաղաքացիների մասին է կարողացել մտնել։ Ինքը խփել իհարկե ոչ մտնել։ Հա, խփել։ Դե հիմա համել ուզում է մտնի։ Ինքը երբ է կարողացել։ Երբ որ կրկին սկսեց մաքրել անվտանգության ծառայությունները։
երբ այն մարդկանց, ովքեր բլոկ էին դնում, եւ ամերիկյան բանակում, դուք ճիշտ հասկացեք, ամերիկյան բանակում, ամերիկյան հատուկ ծառայություններում, ամերիկյան սենատում, կոնգրեսականներից, բաներից, այնց չի որ բան են, այդ մարդիկ խելացի մարդիկ են, այդ մարդիկ պատերազմանցած մարդիկ են, այդ մարդիկ հասկանում են ինչա կատարվում, հա այն որ արտգործնախարարությունից կամ պետական դեպարտամենտից տարածաշրջանի բոլոր փորձագետներին հեռացրել է ու հույսը դրել է որ Իսրայելը իրան կասի տարածաշրջանում ինչա կանում, դա չի նշանակում հեռացրել է, ոչ չի տարեուսվենցի ու վառ է, փառքաստու հələ որ չնայած դրան է գնում, այս Նոեմին բանը, այս Քրիստի Նոեմը բաներ անում, կանցել համակենտրոնացում ճամբարներ սարքում։ Խնդիրը նրանում է, որ ամերիկան այդ ինչ-որ ասում եք deep state, հա, deep state-ից ասեք թոշակի կամ ասենք աշխատանքից հեռացվածները լավ հասկանում էին ինչա, եւ այն ժամանակ ինչ որ մարդիկ հələ կային օրինակ, այդ CI-12-ը, այսինքն հակահետախուզությունը դեռ աշխատանքի էր, ու իրա ձեռքում կար այդ վետո իրավունքը, որին կասում էր չէ այդ ամեն ինչը 2-3 Այսինքն իրենք մի քանի չերի բլոկեր հաղթահարելով նոր հիմա կարողացան ոնց է հաղթահարել ամեն մի բլոկը կապվում է Նետանյահուի հերթական այցի հետ իսկ Նետանյահուի շտաբը ինչ է դա կապված ինքը պակնայտ է դեռևս հունվարին հրապարակված ֆայլերի մեջ Էփշտեյնի արդեն կար որ Էփշտեյնը Մոսադի գործակալ է Այսինքն են բոլոր ֆայլերը, որոնք հիմա հրապարակվում են Էփշտեյնի Մոսադը ունեցել է։ Եվ իրանք գիտեն, որ այս ֆայլերը հրապարակվում են, եւ լավ գիտակցում են, որ բոլոր այն մարդիկ, մասնավորապես Հավարդ Լատնիկը իր տնտեսական հարցերով, այն Բենետը, որը բանն է, ֆինանսներին է, treasury-ն է, նախարարն է, ինքը Տրամպը, իր պրեսեն, բոլորի մասին, հասկանում եք, որ Կուշների մասին է։ Այս մարդկանց կյանքը քաղաքական կարճ է Եթե հիմա չանեն, էլ չեն անի, որտեվ այս ֆայլերը, որոնք հրապարակվել են, որ Տրամպը ապացուցված մանկապիղծ է, բավարար է, որ impeachment սկսվի, որտեվ պարտադիր չի, որ ինքը դատարանով ճանաչվի մանկապիղծ, ինքը արդեն մեկ բռնաբարության գործով դատ ունի, ինքը հիմա գնում է ռեցիդիվիստ, ինքը 32 հոդվածով դատված է, նստած չի, որովհետև ուրիշ հանցագործություններ չկան, իսկ այնտեղ ասենք լավ դատախազ է, որ ապացուցի, որ էլի հանցագործություններ կային, կդառնա սերիական Այսինքն 90-ականներին մի հոգի բռնաբարել է պայմանավորվել է ասել է դե լավ արի ջրենք էսի մի հոգու բանա փողատվե ասել է կասը չասես որ ես ամուսնացած վիճակով հետդ գնացել եմ սիլիբիլի եմ արել մեկը երրորդ դեպքն է հայտնում որ սրանն էլ բռնաբարել է Էփշտեյնի հետ միասին ինքը դառնա սերիական բռնաբարող ինքը սերիական սեքսուալ հանցագործ է սա impeachment-ի հարց է եւ Տել Ավիվում լավ հասկանում են որ եղբայր էսի վտանգավոր է արդեն Մենք այսքան սարքել ենք, այսքան փող ենք ծախսել, որ այս այլանդակին բերենք, նստացնենք իր նարնջագույն վիճակից Ամերիկայի նախագահ, որ իր ձեռներով մեր հարցերը լուծենք, մեկ է պարզվում է, որ հիմա իր ձեռները բան են անելու, կանդալելու են, տանեն գցեն բերդը։ Այսինքն մենք հենց այնպես փող ենք ծախսել։ Դրանով է պայմանավորված այս բուխտի բարախտի ChatGPT-ին ասեք մի հատ թող օպերացիա գծի եկեք այս օպերացիան գծենք։ Ինչից է եզրակացնում որ ChatGPT-ով այդ օպերացիաները Պաշտոնապես հայտարարել են Կլոդով իհարկե, ոչ թե ChatGPT-ով, բայց Կլոդով են արել, որ ասում են որ Կլոդն է։ Բա ամենախնդալուն իհարկե նա որ իրանցիք դա գիտեին եւ Դուբայում թե Աբու Դաբիում բանի Amazon-ի դատա կենտրոնին են խփել ոչնչացրել եւ սաղ ծառայությունները կանգնել։ Այդեպ սա շատ հետաքրքիր դրվագ է, սա որ ասում եք Հայաստան, ասում եմ ողջույններս Հայաստանի կառավարությանը, որը որ իրանց ճղելով գոռում էին, ասում եմ դոշի մազերը փիդրելով, որ այ մենք հեսա ամերիկյան դատա կենտրոն կդնենք եւ այլևս ոչ մեկ չի հարու, եթե չեմ սխալվում ինքը վարչապետներ դա ասում։ Ոչ մեկ չի հարվածի, բարևապե։ Ամովապե ռաշկին։ Իհարկե կհարվածեն որ պետք եղավ կհարվածեն, այնց կհարվածեն, բերանդ բաց կմնա։ Այդ պայթունից է շլյապը սենց կգնա, կընկնի սևծով։ Նենց որ այս պահին, ցավոք սրտի, որքան էլ որ ինձ դա տհաճ է, Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն հանդիսանում այն երկիրը, ում հետ տնտեսական համագործակցության էլ չասած։ Որ երկիրն է հանդիսանում։ Ոչ մի երկիր, մենակ Եվրամիությունը, որը ունի հասկանալի քաղաքականություն
Հասկացեք, նույնիսկ ամենավտանգավոր տերորիստը ինքը միշտ հաշվի է նստում նրա հետ, ով կանխատեսելի է։ Այսինքն ով sense բաներ չի անում։ Եվրամիությունը շատ հանգիստ արձագանքում է բոլոր հնարավոր բաներին։ Եվրամիության հիմնական երկրները զբաղված են նրանով, որ իրենց զինանոցն են ավելացնում, միջուկային զենքի քանակն են ավելացնում, չգիտեմ, հարաբերություններն են դզում, դες Եվրամիություն, Կանադա, Ավստրալիա, այս նոր բլոկեր են կառուցում տնտեսական։ Okay, հեսա։ Իրանք իրանց գործը առաջ են տանում։ Ես դրա համար եմ ասում, այս որ հայտարարեցին Յանի AI ներդրում Պարզա չէ, որ այդ կարակ խափեք ու ուզում եք, բացի նրանցից ովքեր գիտեն, թե արհեստական բանականությունը ինչ է։ Ոչ մի ներդրում արված չի։ Այդ ներդրում չի, այդ մենք առնում ենք, այդ ներդրման մեջ Ամերիկայի բանը մենակ ինա, որ ինքը թողել է, մենք այդ չիպերը առնենք, ու թողել է որն է։ Թույլ է տվել, որ առնենք։ Okay, so ուրիշ ոչ մի ներդրում չկա։ Բայց այս ամբողջ ծավալը աշխատանքի, որը իրականացվում է հիմա, եւ տրի բան, sense բաներ, ինքը որ ասում է վտանգավոր է, էս էի ասում։ Կարելի ասել, որ այս գործողություններով դեռ գործողություն չի արել Ադրբեջանը, բայց այս պահվածքով, այս Իրանի հետ հարաբերությունների խզելով, այդ նույն այդ պարշինչ պայմաններում էր այդ խոցումը եղել, այդ դրոնը հայտնվել Նախիջևանում, Ադրբեջանը փորձում է Միացյալ Նահանգներին ցույց տալ, որ ինքը յուրային է։ Տեսեք, խցումը ես գրեթե վստահ եմ, որ խոցել են բանից, Իրանից։ Ուրիշ հարցա, որ Իրանում կարա լինի, ասենք, ինչ-որ 1 կամ 2 հոգի, օրինակ ծագումով ադրբեջանցի, ով այդ հրամանը կատարի։ Ինք կարող է Սադրանքի տեսք։ Կարող է սադրանք լինի, կարող է ասենք շատ ասենք false flag-ի հետ կապված խնդիրներ կան, ասում է ակնհայտորեն առաջի օրվանից, բայց միած սա խոսանք է դա։ Չեմ բացառում, որ հարվածը իրոք եկել է Իրանից։ Պարսկաստանից կարային խփեին ուղակի որտեվ այդպես պետք է։ Ինչու են խփել Նախիջևանի։ Սա է ավելի հետաքրքիր, քան այն որ բանը, որտեվ այդ գիշեր նաև մի քանի fake Twitter-ի account-ներ, որոնց բանը լենտան բերում է, դա նշանակում որ տարածաշրջանից է, որտեվ Հայաստանից եմ նայում, կամ ստեղ շատ են նայում դրանց, էլի, կամ ստեղից է հեղինակը, այդ ֆալշը խոսում էին նրա մասին, որ հարվածել են Բաքու Ջեյհանին Վրաստանի տարածքում։ Նու գրում էին, որ այս սենց այսեն է Վրաստանը հոբ չունի, բան չունի եւ այլն, պարզ առաջին նայում ես տոսմստավ օքեյ։ Քարտեզ չունեն, շատ նման իրավիճակ է, որ քարտեզ չունեն։ Այն նույն վիճակն է, որ քարտեզ չունեին ու ասում էին Ռուսաստանից 2 ցիլիոն զինվոր է եկել մտե Հայաստան, նույն անգրագետ բաներն են։ Պարզա որ պետք է Հայաստանով թռնի դրոնը, Հայաստանով չի թռել։ Ուրիշ տարբերակ չկա։ Ադրբեջանով ասենք 700 կիլոմետր, 800 կիլոմետր չի թռել, ոչ մեկ իրան չի տեսել, դրոն է։ Ոչ մեկ չի տեսել, մտել է Վրաստան, Վրաստանը ձեն չի անում, Ադրբեջանը ձեն չի, հիմար վրոսներ։ Դա տեղեկատվական արշավ է, այդ տեղեկատվական արշավը, որ խփել են Բաքու Ջեյհանին, ու տակը բացատրություն է, որովհետև Բաքու Ջեյհանը ապահովում է բանը, Իսրայելի 30%-ը։ Okay, չեմ բացառում, որ դա ճիշտ է։ Չեմ բացառում, որ փորձ է կատարվել հողի վրա։ Այսինքն մարդ եկել փորձել է տրակացնել։ Նորմալ է, դա ցանկացած հետախուզության համար այսպես օպերացիա է։ Կարան անեն, լավ են անում, հարց չկա։ Բայց այն որ Ադրբեջանը կարա մտնի ու 20 միլիոնանոց Հյուսեյն Ադրբեջան գրավի առանց Թուրքիայի, իսկ Թուրքիան չի մտնի, որտեղ ՆԱՏՕ է։ Դա մի փոքր չափազանցություն է, ասենց ասեմ։ Ադրբեջանցիները կարող է մտածեն, որ դա օքեյ է, բայց դա նման կլինի Ռուսաստանին, որը մտածում էր, որ Կիևը 3 օրում կվերցնի։ Հողի վրա օպերացիաները, որոնց հիմնական նպատակը Իրանի տրոհում ոչնչացում Իրանի տարածքում քաղաքացիական պատերազմի սկիզբն է, ինքը Նետանյահուի տենց թաց երազանքներն են։ Դրանց իրականացման համար դեռևս բոլոր պայմանները զուտ սոցիոլոգիապես չեն կատարվել։ Այսինքն դա կարա լինի միայն այն ժամանակ, երբ Իրանի բնակչության 92 միլիոնից
զգալի մասը չուզենա, որպեսզի այդ պետականությունը լինի։ Իսկ դա նույնիսկ հյուսիսային Ադրբեջանի կամ Ատրպատականի դեպքում այդպես չի, որովհետև 21-րդ դարն է եւ բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում դեպի օվկիանոս ելքը։ Նույն հյուսիսային Ադրբեջանում բնակվող մարդիկ, լինելով ադրբեջանցի, չեն բացառում ամենալավ եւ ամենավատ իմաստով ադրբեջանցի, իրանք լավ հասկանում, որ իրանք նավթ չունեն։ Եվ իրանց սոցիալական կայունությունը եւ ընդհանրապես իրանց հարստությունը, այն որ իրանց մոտ գործարաններ են աշխատում կամ իրանց գործարանների արտադրանքը ջուր մեկին պետք է, պայմանավորված է նրանով, որ Իրանի հարավում կա նավթի եւ գազի հանքեր։ Եվ այդ գազի եւ նավթի հանքերի վաճառքից գոյացած գումարն է, որ ամբողջ բնակչության մեջ բաշխվում է այսպես կամ այնպես եւ դրա շնորհիվ ձևավորվում Իրանի ամբողջ բնակչության եւ յուրաքանչյուր առանձին տարածաշրջանի հնան սոցիալական ծախսերը, կրթական բարեկեցություն, ապրելավոճ շատ վատ հիմա որտեղ պատժամիջոցներ են, բայց ամեն դեպքում բոլորը գիտեն որ պատժամիջոցները դուրս եկավ այն տարածքները, որոնք նավթ եւ գազ չունեն, իրանք եթե հանգարց մի հիմար պատճառով ասեն, որ մենք խաղից դուրս ենք, մենք ասենք առանձին պետություն ենք, իրանք կուպտազս թքում են պայտիկին։ Ադրբեջանի մաս ենք։ Ադրբեջանի մաս ինչ։ Եթե հանկարծ Ադրբեջանը Իրանը տրոհվում է։ Դե հարցնում եմ։ Չէ, տարբերակ է։ Ասենք դու ոչ թե անկախանաս, այլ գնաս ուրիշ երկրի կտոր դառնաս։ Դե դա դու չես դառնում, Ադրբեջանն է։ Շատ կներեք, 1000 էս բանի համար, բայց եկեք դիտարկենք որպես բան, հա։ Չէ, լավ, այդ օրինակը չբերեմ, վերեմ հյուսիսային Կիպրոսի օրինակը։ Թուրք են, չէ՞։ Թուրքական զորքերն եկան գրավեցին, չէ՞։ Բայց դե իրանք հյուսիսային Կիպրոս են, չէ՞, ոչ թե Թուրքիայի Հանրապետություն։ Այսինքն տենց 1000 ու մի բան կա, մեր պատմության մեջ էլ է տենց դրվագ կար, որ սա Հայաստան էր բացի այդ մի կետից։ Ասենք խի պետք է իրանք մտնեն։ Հիմա բանի մասին, օպերացիաների մասին, չէ, ես պետք է բոլոր ստացված ինֆորմացիան կա չհերկված տեղեկություն, որ բոլոր հարվածները, որոնք հասցվել են եվրոպական դաշնակիցների բազաներին եւ տարածքներին իրականացրել է Իսրայելը։ Խոսքը Կիպրոսի բազային հարվածն է, խոսքը Ֆրանսիայի բաներին հարվածն է, Դուբայում, Աբու Դաբիում, խոսքը իտալացիներին հարվածն է Քուվեյթում, խոսքը Սաուդյան Արաբիայի նավթային դաշտերին հարվածն է, խոսքը Օմանի նավահանգիստի հարվածի մասին է, խոսքը Ինջերլիկի վրա հարձակվելու մասին է, որովհետև ես ասեմ ինչու է դա ընդհանրապես բացառում է Ինջերլիկը հանդիսանում է ամերիկյան ռազմավարական բաների պայեսներից մեկը, այնտեղ առնվազն 50 հատ միջուկային ռումբ կա։ Եվ ակնհայտ է, որ Իրանը չէր հարվածի, ինչու, պարսիկները բացառվում է տեղին հարվածին, որովհետև եթե հանգարց լինեն ու լինի ռադիացիոն բան, արտանետում, շատ հեշտ կլինի մեղադրել, որ դու խփել ես միջուկային զենքով, այն որ դու չունեիր, ու դա ավտոմատ կբերի Իրանի հանդեպ ոչ թե պատժամիջոցների, այլ միջազգային ահռելի կոալիցիայի կծրպեն կտանեն, դրա համար իրենք շատ զգուշ են այդ հարցում։ Ես իհարկե հասկանում եմ, որ ռեժիմը, որը 30,000 մարդ ըստ տվյալների գնդակ կարել է, դա ոչ մի բան իրանց համար ոնց որ մեկ է, բայց միևնույն ժամանակ պետք է ընդունենք, որ 40 տարի, 40 քանի տարեկան ու ոնց որ թե ավելի հավանական է հիմա, որ են նարնջագույն մանկապիր ցանցագործը իր պաշտոնից կզրկվի, քանց նոր ընտրված այաթոլը, որովհետև դու չես կարող 47 թվականի որոշումով 48 թվականին ստեղծված պետությունով, որը դեռևս 48 թվականին նույնիսկ մեծամասնություն չէր այդ ազգային տարածքում, որը քեզ տրամադրել է ՄԱԿ-ը, գաս ու 6000 տարվա պատմություն ունեցող 90 միլիոնանոց երկիրը ջնջես։ Քեզ կջնջեն, նորից եմ ասում։ Իսրայելը շարունակաբար գտնվում է նույն ճանապարհին, որտեղ որ գտնվում էր Երուսաղեմի թագավորությունը, եւ այդ ճանապարհը տանում է դեպի այդ պետականության ոչնչացում։ Եվ ցանկացած մեկը, ով կկանգնի Իսրայելի կողքը, կամ
Իսրայելի համար ինչ-որ մի բան կանի, այդ պատմության կատոկի տակ կմնա ասֆալտի մեջ։ Մնաց մի հարց, ինչու եք ասում, ինչն է ձեզ տալիս այդ հնարավորությունը ասելու, որ դա Իրանը չէր խփել, ապա ով էր խփել։ Իսրայելը, որպեսզի ներքաշի իրանց Դա ձեր ենթադրությունն է, թե ինչ-որ փաստ կա։ Դա ոչ միայն ենթադրություն է, դա հաշվար կա, որովհետև բոլոր եվրոպական երկրները, ովքեր առաջի օրվանից ասեցին չէ, իրանք ստացան հարված։ Հենց իրանց բազաներին։ Նույն Բրիտանիան այդ բան չէր տրամադրել Ամերիկային։ Իմաստ չուներ Կիպրոսի այդ բազային խփելու, ինքը չէր տրամադրել դա։ Թուրքիան ընդհանրապես առաջի օրվանից ասել է չեմ տալու, ոչ օդային տարածքս եմ տալու, ոչ բազաներն եմ տալու, ասենք ինժիրլիկին խփտի հարված են։ Իսկ հարվածը ինչու է կատարվել այդ դեպքում։ Որպեսզի առաջացնեն կոալիցիա։ Բոլորին։ Բայց կոալիցիա չի ստացվում ոնց որ թե։ Ոչ միայն կոալիցիա չի ստացվում, երկրորդ դատական գործն է սա ԱԳ-ում սկսելու Նետանյահուի վրա։ Ախր ինքը բերն է բերան հայտարարեց, եթե մի քիչ տենց մեծամիտ հիմար տականք չլիներ, եթե չկանգներ ասել, հա, իմ 40 տարվա երազանքը այն անասունը սպիտակ տան նստած կուտը տվեցի իրականացնում է։ Կարող է հələ մեկը ասել, դե լավ, հիմա հա, լավ, հա, ընդունենք։ Միացյալ Նահանգներն են տենց որոշել։ Հա, ընդունենք, բայց չէ, ասեց չէ։ Ժորդ, մի բան էլ ասեմ, տեսեք, եթե ինչ-որ մեկին թվում է, որ Իրանի հարցը կարա լուծվի, ես ես ասեմ, Գազան չի լուծվի։ Գազան ամբողջությամբ Իսրայելի օդուժի, տանկերի, բաների տակ ասենք, ուղղակի մտան նույնիսկ սաղ ջնջեցին, շենք չկա ասում են մի հատ։ Ինչ ստացան վերջում, ոչ մի բան, խելոք դուրս եկան, Համասը նույն կերպ նախարարներ ունի, Համասը նույն կերպ զինված է, Համասի ոստիկանությունը նույն կերպ զբաղվում է, այսինքն դուք զրո շանս ունեք հավատալ նրան, որ Իսրայելը կարա տարածաշրջանում ինչ-որ հարց լուծի եւ որպես ապացույց նայեք Գազային կամ նայեք Լիբանան։ Մտան Լիբանան, հարավը, այն Նասրալայով, բանով, պեյջերների պատմությունը հիշեք, բոլորին վերացրեցին, բոլորին ասին, ամբողջությամբ օպերացիան վերջացված է, մենք դուրս են գալի, ապրենք, մենք բան եկեք, մեզ բան արեք, ինչա, մեծարեք մեզ, մենք այսպես բանակ ունենք։ Եղբայր 6 ամիս չի անցել։ Մտնում ես էլի դեղին դրոշակներով մարդիկ, էլի իրանք քեզ ռամբակոծում են, էլի քեզ սպանում են, էլի Գազայում դու չկաս, հունիսին ամբողջ միջուկային զենքը ճակերտներում, որը միջուկային զենք չէր, վերացրել ես, բայց հիմա նորից միջուկային զենք կա, էլի 2 շաբաթից որ պատրաստ է, 76 թվից նույն պատմությունն ենք հիշում։ Չեք ճոգում, տոտը նիտոյա։ Որ պրոբլեմը ոչ Իրանն է, ոչ Համասն է, որը ստեղծել է հենց Նետանյահուն 2000-ականների սկզբին։ Հիշեցնեմ, որ Համասը ստեղծվել է Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից, որպես Ֆաթհի, այսինքն Յասիր Արաֆատի կազմակերպության դեմ։ Հատուկ Գազայում եւ ես շատ լավ հիշում եմ իսրայելական մամուլի երջանիկ վնգստոցները, որ Համասը Ֆաթհի, այսինքն Յասիր Արաֆատի կողմնակիցներին պատաններից շպրտում էր, սպանում էր, ընտանիքները վառում տրակացնում էր։ Շատ լավ հիշում եմ այդ ուրախ վնգստոցը, վերջապես Արաֆատից պրծանք։ Բարև ձեզ, պրծակ մեծացան։ Հոկտեմբերի 7-ը ստեղծել է Նետանյահու։ Չգիտեմ օրը, բայց թիվը մոտարապես 2003-ից մինչև 2005-ը։ Երբ որ իրանք ստեղծեցին այդ Համասը, ուրիշ հարց, լավ դուք ստեղծել եք, չեք տեսնում, որ չեք կարա պրծնեք դրանից։ Արա չեք տեսնում, որ դուք եք օտարը տեղ, դուք չեք կարա միշտ գտնվեք կոնֆլիկտի մեջ մի տարածքում, որին չեք էլ ուզում հասկանալ։ Ախր խնդիրը նրանում է, որ Նետանյահուի պես անասուններ սաղ Իսրայելի բնակչությունը վերցրել են պատանդ։ Այդ մարդիկ մեղք են։ Նետանյահուի տղուն կամ հարսին չեն տանում, սպանում, բռնաբարում է։ Ուղղակի մարդկանց, ովքեր կիբուցում ապրում են։ Այդ մարդիկ բան չեն անում, այն որ քեֆեր, երեկոյան քեֆեր DJ-ներ են, մտել էր այդ Համասը սաղին բռնաբարը, սպան է, բան էին արել, վառ է կեսին տարը, պատանդ կեսին տեղում սպանել, ոչնչացրել։ Այդ մարդիկ մեղավոր չեն, չէ՞ որ Նետանյահուն անասուն է։ Ու Իսրայելում նես չի որ դա չեն հասկանում։
Ժամանակ առ ժամանակ մինչև 1 միլիոն մարդ կարող է փողոցա դուրս գալ, ասում հանեք սրանց։ Այդ մարդիկ պատանդ են, իրանք դա հասկանում են։ Եվ ինչի եմ ես ամենաշատը մեղադրում Տրամպին, որովհետև ասում виновен не жираф, а тот, кто крикнул из ветвей, жираф большой, ему видней։ Մեղավորը Տրամպը, որը չի կարողանում Նետանյահուի ականջները լոշտակ քաշի, որովհետև Ռուբիոն ասում է դե բավոր չխփեինք, բավոր Իսրայելը խփեր, իրանք մեզ էին խփելու։ Արա կարող է զանգեք այդ լոշտակին ասեն չխփես։ Փոխանակ դուք ընկնեք ձեր երեխեքին տանեք փուրը տակ, որովհետև այն լոշտակին պետքա որ ինքը չդատվի։ Ակնհայտ է, չէ՞ որ դա ռազմական հանցագործ է։ Միգուցե դուք թարգեք այդ պատմությունը։ Միգուցե վաղուցվա արդեն այդ մեղադրանքով կանչեք մի օր ձեր մոտ, կանդալեք, ձեր մոտ լավ է ստացվում Մադուրոյի պես։ Տանեք շպրտեք ահագա, ասեք ախպեր սրան դատեք, որ գոնե Իսրայելը փրկեք։ Որտեւ սա այն անասուններից է, ես ինչի եմ ասում Երուսաղեմի թագավորությունը տապալվեց 2-3 մարդու պատճառով, մարդու։ Այդ այնց հիմար քայլերի հետևանքով, որ իրենք գիտեն, որ իրանք անպատժելի են։ Իսկ Տրամպը ինչ անում, Տրամպը աղոթք են անում արա։ Սաղ աշխարհը հապացուցել են, որ բան են, կրոնական ֆանատիկները Իրանն է, իրանք կանգնած ասեք չեն ամաչում։ Էկզորցիզմի մակարդակի ինչ-որ աղոթք են անում Սպիտակ տանը։ Որտեղ ջան 21-րդ դարն է, առաջի կարոտը պրծել է, 21-րդ դարի կեսն են գալիս։ Ինչ է հիմար բաներ անում։ Պարոն Սարգսյան, այսօրվա հաղորդումը ավարտենք, ես ներքին Լավ բանով։ Ներքին, դե ինչ լավ բան, ներքին քաղաքական հարցերին էի ուզում անդրադառնալ, բայց ժամանակ չի մնում։ Ասեք կարճ անցնենք, շատ մեծ բան չկա դից։ Ժողովուրդ, իրականում Հայաստանի վիճակը շատ լավ է։ Կարևորը պոպկորնը կա, ադի-բուդի առեք Դե նստեք։ բա էլ ինչու եք սրտնեղում, որ ասում եք Հայաստան ոչինչ չի անում, հույսը դրել է Ինչ չի անում։ դատաբեյզերի վրա եւ ընդհանրապես Չէ, Ամերիկայի վրա հույս դնելու այս կառավարության թաց երազանքը չի նշանակում որ Հայաստանի վիճակը վատ է։ ինչու է լավ Իրանց Հայաստանի վատ է։ վիճակը։ Լավ, գոնե եթե այդպես պատտեցինք վերջը մեր հաղորդման, փորձենք հասկանալ իսկ ինչով է լավ Հայաստանի վիճակը։ Դե մենք նորեկ չենք տարածաշրջանում։ Այս ոչ առաջի տենց պատերազմն է, ոչ է վերջի որ մենք տեսնում ենք։ Հայաստանի վիճակը լավ է, որ ասենք նենց չի որ Նիկոլը ունի այսպես մեծ աջակցություն։ Իրանք ամբողջ այդ կուտոկով Նիկոլենք կրկեսում ելույթ ունեցող մարդկանցով, ռուսամետներով, հապկամետներով, բաներ, սաղսաղ մի 30% են։ Մարնուան 65% լավ հասկանում է ինչա։ Երկու վտանգի մասին են խոսում, թեման սկսեցի, պետք է շարունակենք ուրեմն։ Երկու վտանգի մասին են խոսում, առաջին վտանգը արդյոք Հայաստանը կկարողանա չներքաշվել այս պատերազմի մեջ, երկրորդը փախստականների հարցը։ Հայաստանը չներքաշվի որ պատերազմի մեջ, Իրանի վրա հարձակվելու։ Իրանի պատերազմի մեջ։ Ինչի՞ թե որ Ադրբեջանը մեր վրա հիմա կհարձակվի, մանավանդ հաշվի առնելով որ Հայաստանի ոնց որ թե իմաստել չկա, որովհետև եթե իրանք հյուսիսային Իրանը վերցնում են, իրանց երազանքը կատարվում է, իրանք Հայաստանը կտրում են Իրանից եւ Հայաստանի կոպիտ ասած առանց Սյունիքը վերցնելու նույն արդյունքը ստանում են։ Դա վտանգը, որը իրականում մեր համար վտանգը դա է, բայց դա էլ վտանգը այնքան ժամանակ, որքան ասենք Պարսկաստանը թույլ է, որովհետև Պարսկաստանը իսկ 6000 տարվա պատմություն ունեցող երկիր է, ինքը միշտ թույլ չի մնում։ Ինքը մի պահ ուժեղանալու է ու ճղի Ադրբեջանը, ոնց որ ռուսներն են ասում, как тузик грелку։ Կամ նա բրիտանский флаг։ Այդ որպեսի պարզ լինի, հա, որ Ադրբեջանը կարա փորձի հարձակվի, բայց Իրանը նույնիսկ կարա առաջի բաներում առանձնապես բան չանի, չանհանգստանա դրա մասին, բայց վախտը եկավ խելոք, համ իրանք դուսկան համ Փախստականը ինչ փախստական որտեղ։ Իրանից փախստականների մասին են խոսում։ Բայց Իրանից փախստական չկաս, Իրանից այդտեղ փախստականը Իրանի էս կտորը, ընկ փախստականների կտոր չինքը ադրբեջանցիներն են։ Իրանք ոնց որ թե դառնում են Շիրակո Շագայիթ Ադրբեջան։ Չէ, չունենք մենք փախստականների թեմա ընդհանրապես։ Մենք կարող ունենանք 1-2 կատեգորիա, ասենք, չգիտեմ,
անդիմադիրներ բաներ, որոնց որ հիմա չի վտանգ, այդ հետո երբ որ պատերազմը ավարտվի եւ այնտեղ սկսվի այդ դողբո, կոպիտ ասած լավ պայմանական ասեմ, կարող է ինչ-որ զանգվածներ լինեն, որոնք անդիմադիր կլինեն կամ հետո կամ հիմա Հայաստանով գնան գան, բայց դե Հայաստանը որպես ինչ կենտրոն անդիմություն, իսկ ռուսների համար չեղանք տեսեք, եթե տենց համեմատում եք, դուք կարող նայեք թե Ռուսաստանի այդ 22 թվականին ինչ եղավ։ Եկան, ինչ մնացին գնացին, որովհետև Հայաստանը Դե ով գնաց, ով մնաց։ Հա, Հայաստանը այնպես տեղա, որ ինքը կամ յուրացնում է, կլանում է, կամ միանգամից թքում շպրտում է, այսինքն կամ դու միանգամից չես տեղավորվում, կամ ասենք եթե տեղավորվում ես, արդեն քո համար տուն է դառնում։ Բոլոր դեպքերում նախընտրական հարցնել վերջի տամ կարճ եթե կարելի է ձեր տպավորությունը, ձեր դիտարկումները, ինչ վիճակի, ինչ է կատարվում հիմա։ Ես հիմա զբաղված եմ Ինչ նրանով, փուլ է։ մենք հիմա զբաղված ենք նրանով, որ մեր կուսակցության հիմնադրման գործողություններն ենք իրականացնում, դրա համար էլ որ բան կանենք։ Մենք ստեղծում ենք կուսակցություն, մենք գնալու ենք ընտրություններ։ Մենակ եք գնալու։ Մենակը ո՞րն է։ Խոսում են դաշինքների, որ շատ ուժեր կան, որ միայնակ են մտնելու ընտրությունների, դա Այդ հետաքրքիր է, բարձր միայնակ չեմ մտնում, առնվազն ասենք մի 10-ից 15 հազար հոգի, որոնց կարելի է ոտքի կանգնացնել 1-2 օրվա ընթացքում։ Մենակը ո՞րն է, այդ մոտեցումն է, գաղափարի շուրջ է։ Կուսակցությունը ամբողջությամբ ծրագիրը ուղղված է Հայաստանի Եվրամիության անդամակցության։ Այսինքն բոլոր բաները առանց այդ Նիկոլի մենք չենք գնում Եվրամիություն, մենք մեր տեղում կանգնած ենք, իրանք ինչքան կուզենան մենք այդքան կգնանք կոնկրետ Եվրամիություն, կոնկրետ առանց այս կողմեն կողմ գնալու տրիպերը քարկապ գցած, բան այդ սա, в общем, ինչ ուզում եք արեք, մենք Եվրամիության բանի Ինչ մեջ են շանկում տրիպերը քարկապ գցած։ Դե որովհետև դե 4 տարվա ամեն տարի թարմացնող պայմանագրերի արդյունքը մենք հիմա տեսնում ենք Նորից ինչ է նշանակում տրիպերը քարկապ գցած։ Կրկնում եմ, գայտողություն ոչ, Տրամպը մանկապիղ ցանցագործ է։ Մինչև չապացուցվի, որ ինքը չի, որտեվ հենց հիմա ինքը փաստաթղթերով տենց է։ Տրամպի անունով Հայաստանում կարա լինի մենակ հասարակական զուգարան։ Տրամպի անունով հայ-ամերիկյան հարաբերությունները Հայ-ամերիկյան հարաբերությունները մանկապիղ ցանցագործի հետ կապ չունեն։ Մեր հարաբերությունները ռազմավարական մակարդակի վրա են դուրս եկել դեռևս Բայդենի ադմինիստրացիայի ժամանակ։ Շնորհակալություն, պարոն Ես Սարգսյան, շնորհակալ։ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ էինք զրուցում, զրուցվար մեր Գայանե Արաքելյանը, բարին ձեզ։